Արագածոտնի մարզի Գառնահովիտ բնակավայրի գողտրիկ հյուրատներից մեկում ենք, որը կոչվում է Servan Guest House։ Քիչ անց այստեղ տեղի կունենա կրթվել նորաձևի շարժման կենտրոնական կոմիտեի հերթական նիստը, որին որպես խորհրդատվական հիմունքներով հրավիրված անդամներ մասնակցում են շուրջ 1 տասնյակից ավելի մարդիկ, բարձր որակի պրոֆեսիոնալներ ամենատարբեր ոլորտներից։ Մենք այսօր քննարկելու ենք եւ կհաստատենք կրթվելը նորաձևի համապետական շարժման ռազմավարական պլանը 2026-2030 թվականների համար։ Ես առաջիկայում եւ ես ինքս եւ կենտրոնական կոմիտեի անդամները եւ առհասարակ շարժման ներգրաված մարդիկ ակտիվորեն կսկսենք խոսել շարժման մասին, ռազմավարական պլանի մասին եւ մենք կներկայացնենք մաս ռազմավարական պլանը, որպեսզի մաքսիմալ լայն հանրային կոնսոլիդացիա ստեղծենք շարժման շուրջ, գաղափարի շուրջ։ Կրթվելը նորաձևի շարժման, այսպեսով մենք կթևակողենք, մուտք կգործենք կրթվելը նորաձևի շարժման երկրորդ փուլ։ Առաջին փուլը անցավ բավականին բարդ պայմաններում, բայց կան որոշակի ցուցանիշներ, որոնք հիմք են տալիս ինքնավստահ լինելու գաղափարի հաղթանակի վրա, վստահ լինելու գաղափարի ճիշտ լինելու վրա եւ էլ ավելի մեծ էնտուզիազմով եւ ջանասիրությամբ նվիրվել այս շարժմանը։ Տվյալներից մեկը այն է, որ մասնավորապես 2024-2025 թվականներին Հայաստանի բոլոր գյուղերում բոլոր սովորողների համեմատ 2025-2026 ակադեմիական տարում այդ թիվը ավելացել է 4600 ուսանողով։ Ես ուղղակիորեն կապում եմ կրթվելը նորաձևի շարժման հետ եւ դա կապում եմ միայն էլ ավելի մեծ ոգևորություն եւ ինքնավստահություն հաղորդելու համար մեզ եւ մեր շարժմանը եւ բոլորին, ովքեր այս գաղափարի ջատագովն են։ Բացի նշված տվյալը, ինչպես հայտնի է, Իմ քայլը հիմնադրամում մենք ունենք շարժմանը աջակից կրթվելը նորաձևի ծրագիր, որը հաստատվել է հոգաբարձուների կողմից եւ որը ունի շուրջ 6 տարբեր ենթածրագրեր։ Դրանց բոլորին մասնակցում է ներկայումս 1016 մարդ։ Օրինակ, ամենաոգևորիչ ծրագրերից մեկը նոր մեկնարկ կրթաթոշակային նախագիծն է, որին շահառու է 339 անձ։ Ես ուզում եմ հատուկ ընդգծել, որ նոր մեկնարկը վերաբերվում է չափանիշներից մեկը այն է, որ ընդհատված լինի կրթաթոշակին դիմող ուսանողի կրթության ընթացքը առնվազն 5 տարի, այսինքն 339 անձ նշանակում է 339 հոգի, 30 պլյուս տարիքի, 50 պլյուս տարիքի, ովքեր վերադարձել են կրթության, ովքեր կամ առավել մեծացնում են մասնագիտական հնարավորությունները կամ նոր մասնագիտություն են ձեռք բերում, ինչը պարզապես անհնար է ընդունել առանց մեծ ոգևորության։ Ունենք հնարավորությունների հարթակ ծրագիրը, որը ունի 449 շահառու, որոնք միասին սովորում են անգլերեն, սովորում են project management, հրուշակագործության դասընթացներ ունեցան, կիբերանվտանգության դասընթաց, ֆիթնես մարզիչների դասընթաց, կարուսձևի դասընթաց, մեկնարկել է Ռաֆայել Քոթանջյան արվեստի ակադեմիայի ծրագիրը եւ ես կարդում եմ ընթերցողի ակումբը, դե հանրապետությունով մենք ուզում ենք կանանց ակումբները եւ տարեցների գտնված երազ տարեցների ակումբները հիմնել, ունենք արդեն բավականին մեծ թվով ակումբներ եւ մեծ թվով շահառուներ, որտեղ կրկին բոլորը միայն կրթվում են։ Ես ուզում եմ ասել, որ ուզում եմ խնդրել, ուզում եմ շեշտել ավելի ճիշտ, որ կրթվելը նորաձևի շարժումը չունի որևէ քաղաքական, կրոնական, էթնիկ
որևէ սահմանափակում եւ ուղղվածություն կրթվելու գաղափարը այն գաղափարներից եւ արժեքը այն արժեքներից մեկն է, որի շուրջ ուղղակի հնարավոր չէ վիճել։ Եվ ես ուզում եմ բոլորին հրավիրել ակտիվորեն մասնակցել այս շարժմանը, ներդրում ունենալ եւ նախաձեռնողականություն ցուցաբերել։ Ես խնդրում եմ հետևել մեր հայտարարություններին, մեր էջերին եւ հետադարձ կապ հաստատել մեզ հետ սեփական նախաձեռնությամբ, եթե տեսնում եք ձեր անելիքը այս շարժման մեջ, եթե տեսնում եք, որ կարող եք թեպս չնչին լումայով հարստացնել շարժումը, նպաստել շարժման ել ավելի լայն տարածմանը մեր երկրում։ Զրույցական հանդեպ այս պայմանները եւ այս չկնակ լասկան չի ապնեն։ Ինչպես է դպամոշնը, դրասան դրասանության ստավես լասորը։ Անալկնպոլ։ Սեմայություններ։ Սոզեմ ասնավենտ քննարկում նստա Մենք հնարավորություն չունենք, սա այսօր միակ հնարավորությունն է։ Սենդվիչ։ Եթե բանտի տարանն է, թե ինչքան ավելի ամառվանկանները պեշ չեմ կարող աչքի չայտես ինչ միացա Իհարկե, նաև գառնահովիտ բնակավայրի Պետք չի ասեմ, որ այստեղ ամառը նույնիսկ մոտ չի ոգան։ Արսակովիցի։ Արեզմ։